Շատ բարի ողջույն, դուք դիտում եք Հայը հաղորդումը։ Ես Անին եմ Զաքարյան, ձեր խոնարհ ծառան, համացանցում հայտնի հայուհի անունով, որը նշանակում է մի հայուհի։ Մինչև իմ հյուրի ներկայացնելը ձեզ պիտի խնդրեմ, հորդորեմ, կոչ անեմ, որպեսզի բաժանորդագրվեք YouTube-յան մեր ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները, ինչպես նաև մեկնաբանություններ թողնեք, իհարկե ջերմ մեկնաբանություններ եւ նաև կիսվեք ու տարածեք մեր բոլոր հարցազրույցներն ու հոլովակները։ Շատ օգնած կլինեք մեզ այդպիսով։ Կանխավ շնորհակալություն։ Այժմ խոսեմ իմ հյուրի մասին։ Մանան Դաֆին, ազգագրագետ եւ սցենարիստ։ Ողջույն Մանան ջան։ Ողջույն սիրելի Անի։ Ինչու Դաֆին։ Այդ ինչ ազգանուն է։ Շատ են տալիս այս հարցը եւ երբեք առիթ չի եղել էկրանից բարձրաձայնել։ Այժմ կա այդ Այժմ կարող ենք այս առիթը օգտագործել եւ բոլորի հարցերի պատասխանը տալ։ Տարիներ առաջ, երբ հանդիպեցի մի նկարչի Սայադյան Հայկին եւ մենք միասին շատ գեղեցիկ պրոյեկտ իրականացրեցինք, ֆիլմ նկարահանեցինք, անիմացիոն առաջին ֆիլմերից մեկն էր մեր իրականության մեջ եւ դա նվիրված էր հայոց ծիսական տիկնիկներին եւ տոգորված այդ ազգային մշակույթի վերծանման տարբեր գաղափարներով Հայկի հետ ոգեշնչված ստեղծվեց շատ գեղեցիկ ֆիլմ։ Հայկը ինձ այդպես անվանեց, ասեց ես քեզ անվանելու եմ Մանան Դաֆին եւ պատմեց, որ Վայոց ձորում մի այդպիսի առասպել է եղել, հետագայում արդեն իմ մասնագիտական պրպտումների ժամանակ իմացա, որ դա արևապաշտական հնագույն առասպելներից մեկն է հայկական, երբ մարդիկ հավատում էին, որ Զատիկի առավոտյան արևը դուրս է գալիս ոչ սովորական կերպով, արևը դափ խփելով է բարձրանում եւ այն մարդը, ով համայնքում գյուղում կտեսներ այդ տեսարանը, այդ պահից հետո նա դառնում էր Դաֆին եւ ձեռք էր բերում մարդկանց բուժելու, մարդկանց ոգեշնչելու ունակություններ եւ հետաքրքիր էր, որ այդպիսի մարդիկ կարող էին լինել միայն այն մարդիկ, ովքեր ունեին մաքուր սիրտ, պայծառ աչք եւ այլն։ Եվ ճիշտ է, առասպելը վկայում էր, որ այդպիսի Դաֆին կարող էին դառնալ միայն տղամարդիկ, բայց Հայկը գուցե իմ մեջ տեսնելով նման գծեր, ասեց, որ բացառության կարգով ես քեզ որպես հեղինակ ֆիլմի պետք է գրեմ Մանան Դաֆին եւ այդպես այդ գրական կեղծանունը եւ էջի անունը մնաց ինձ հետ եւ ինձ հետ է առ այսօր։ Ընտիր։ Վերջապես բացահայտվեց։ Այո։ Կարծում եմ Զարդերի Դաֆնե Զարդ անվանումը եւս կապված է Դաֆին ձեր ազգանվան հետ, այսպես ասած։ Նախ ես նշեմ, որ իմ ականջողերը հենց Դաֆնե Զարդից են, այսօր եմ նվեր ստացել։ Մանան ջան, շատ շնորհակալ եմ դրանց համար, գեղեցկագույն են պարզապես եւ ինչպես տեսնում եք, շատ օրիգինալ են դրանք։ Առանձնահատուկ տեսք ունեն։ Իդեպ խոսենք հենց Զարդերի մասին։ Ինչպես ստեղծվեց գաղափարը։ Ուրեմն գաղափարը ստեղծվեց մեկ ականջողի նկարի բացահայտումով, երբ ես գիրք էի թերթում եւ աչքիս ընկավ հայոց թագուհիների զարդերից մեկը եւ մի պարզ ցանկությունից առաջացավ այդ գաղափարը, ուղղակի ունենալ եւ կրել այդ զարդը, քանի որ զարդը նման չէր հայկական շուկայի որևէ զարդի եւ որևէ բրենդ չէր առաջարկում նման զարդ, ես սկսեցի հետամուտ լինել այդ զարդի ստեղծմանը եւ իմ նպատակը Դաֆնե Զարդի էջը սկսելուց առաջ Facebook-յան էջի մասին է խոսքը, զուտ հայոց թագուհիների եւ նրանց զարդերի միջոցով մեր ազնվական կյանքի մշակույթը ներկայացնելն էր։ Ես երբևէ չէի կարող պատկերացնել, որ սա կարող է մի օր վերածվել բիզնեսի, եւ երբ ստացանք առաջին նմուշները եւ ես տեղադրեցի նկարները, ուղղակի պետք է տեսնեք ինչ կատարվեց, ես ստացա տասնյակ նամակներ, մարդիկ անծանոթ, ովքեր ուղղակի հետևում էին էջին որպես պատմական ինֆորմացիա փոխանցող էջ, սկսեցին գրել, պահանջել, որ իրենք ցանկանում են գնել այդ հավաքածուն, ու ես կանգնեցի մեծ խնդրի առաջ, ես ընդհանրապես չգիտեի ինչպես պետք է սկսել վաճառելու process-ը, հաճախորդին տեղ հասցնելու եւ այլն, բայց պետք է ասեմ, որ առաջին օրվանից այն մարդիկ, ովքեր կրել են Դաֆնե Զարդ, առ այսօր մեզ հետ են եւ ամեն նոր հավաքածուի դուրս գալու հետ մեկտեղ այդ մարդիկ, ովքեր իսկապես հպվել են այդ պատմություններին, իրենք զարդերի միջոցով ուրեմն փորձում են իրենց մեջ պահել այդ ազնվական մշակույթին մոտ գտնվելու այդ հմայքը։ Ես ունեմ նաև աստղիկները մարգարտե քարերով անսահման սիրում եմ այդ զարդերը իդեպ։ Եվ ձեզ շատ սազում են դրանք նաև։ Զգացված եմ ապրեք, դրանք զարդարում են յուրաքանչյուր կնոջ։ Քանի որ խոսեցինք զարդերի մասին, որը բիզնես է այս պարագայում ձեզ համար, ստացվում է, որ դուք հասարակական գործունեություն եք ծավալում մեծ հաշվով եւ իբրև կին
Հասարակական գործունեություն ծավալելիս արդյոք խոչընդոտների չեք հանդիպել։ Կարծում եմ, որ հանդիպել եմ, ճիշտ է, ես բնավորությամբ այնպիսին եմ, որ որևէ խոչընդոտի առաջ կանգ չեմ առնում, բայց նաև լինելով ազգագրագետ, մշակութային մարդաբան, կարողանում եմ հետհայացք նետել ու հասկանալ, թե ինչ խոչընդոտ էր դա եւ արդյոք դա պայմանավորված էր սեռով։ Բայց կուզեի խոսել ավելի շատ ոչ թե խոչընդոտների մասին, այլ դրական կողմերի մասին, որովհետեւ հավատացեք, դրանք ավելի շատ են։ Խոսքը վերաբերում է եւ գործարար ընկերների հետ շփումներին, եւ ուրեմն տարբեր տեսակի բիզնեսային խոչընդոտներ հաղթահարելուն եւ այլն, երբ հայ տղամարդը այս պարագայում, երբ տեսնում է, որ իր դիմաց նստած է կին, ով գործից բան է հասկանում կամ անգամ չի հասկանում, հա, բայց ունի այդ մոտիվացիան ինչ-որ բան ստեղծելու, ինչ-որ բան անելու, բոլոր վարպետներում հետ ես առնչվել եմ, իրենք թիկունք ու թև են եղել ինձ համար, իրենց խորհուրդներով, իրենց ասածներով, իրենց ուրեմն տեսլականով, նաև Դաֆնե Զարթի հետ կապված։ Այս առումով ես միայն դրականն եմ տեսել մեր հասարակության մեջ, միայն ակնածանք, միայն հարգանք եւ միայն ուրեմն բարի ցանկություններ իմ բռնած գործին։ Մանան ստացվում է, որ ձեր մասնագիտությունը, ազգագրագիտական գիտելիքները, կրթությունը փաստորեն օգնել է զարդանախշերով, հայկական զարդանախշերով զարդեր ստեղծելուն։ Էլ ինչին է օգնում ազգագրագիտական, հա, այդպես ասում եմ, բայց ազգագրությունը, այսպես ասենք, հա, ազգագրական գիտելիքները։ Գիտեք, ազգագրության առաջին պատվիրանը ազգագրագետների հետևյալն է, քանի որ դու առնչվում ես տարբեր մշակույթների հետ եւ բացահայտում ես տարբեր մշակույթներ, սկսում ես համեմատել, ճանաչել, սիրել կամ չսիրել եւ ազգագրագետները եւս ինչպես բժիշկները ունեն իրենց պատվիրանները եւ դրանցից առաջինն ասում է, երբեք չպետք է գերագնահատես քո մշակույթը այլ մշակույթներից, բայց ես հենց առաջին օրվանից խախտել եմ այդ պատվիրանը, այո, եւ ես չեմ ամաչում ասել, որ ես հայամոլ եմ։ Ես պաշտում եմ այն ամենը, ինչ կապված է հայկական մշակույթի հետ եւ այդ պաշտամունքը ինձ մոտ, եթե շատերի մոտ զգայական, գենետիկ մակարդակով է արտահայտվում, ինձ մոտ ավելի գիտելիքահեն է, որտեղ ես հասկանում եմ ես ինչն եմ սիրում եւ ինչու եմ սիրում, հա։ Եվ ազգագրությունը կոնկրետ ինձ համար իմ անձի կայացման մեջ Նժդեհի գաղափարախոսությունից հետո այն երկրորդ սյունն էր, որի վրա ես հենվեցի եւ առ այսօր հենված եմ եւ կշարունակեմ հենվել։ Իսկ որպես ազգագրագետ հայի կերպարի մասին իբրև երևույթ ինչ կասեք։ Այս հարցին ես էլի եմ պատասխանել։ Պատասխանել եմ Արթուր Բախտամյանի հաղորդմանը, Չակերտներ հաղորդման շրջանակներում, այո, մենք շատ հրաշալի զրույց ունեցանք եւ հատկապես հաճելի եւ հետաքրքիր էր այն, որ ինքը փորձառու էսպես չէ տարիների լրագրող, ինքը կլանված լսում էր իմ պատասխանը եւ ես այդ ժամանակ հասկացա, որ ազգագրությունը ինձ տվել է այդ հնարավորությունը նոր լույսերի ներքո ներկայացնելու հային անգամ այնպիսի մարդկանց համար, ովքեր կայացած են իրենց ոլորտում, հա։ Ով է հայը, հա, այդ հարցին եք։ Իբրև ազգագրագետ։ Հա, իբրև ազգագրագետ։ Միանշանակ պատասխան չենք կարող տալ, բայց մեկ օրինակ կարող եմ բերել։ Ընդհանրապես ազգային նկարագիրը երբ տրվում է այս կամ այն ազգին, դա հենվում է պատմական անցած ճանապարհի եւ հազարամյակների պատմության վրա։ Երբեք կենցաղային այս կամ այն դրվագները չեն կարող դառնալ ազգային նկարագիր։ Ինչպես այսօր փորձում են անել տարբեր օտարածին կազմակերպություններ եւ այլն, հա, օրինակ, երբ փորձում են ներկայացնել հայ կնոջը նսեմացած, ստորացած, ձայնի իրավունք չունեցող, խոսքի իրավունք չունեցող եւ այլն, հա, դրանք առանձին փոքր միավորներ են, հասարակության ինչ-որ դեպքեր են, դիպվածներ են, որոնք չեն կարող դառնալ ազգի նկարագիր։ Եթե մենք ուզում ենք հասկանալ ով է հայը, մենք պետք է նայենք մեր ազնվական մշակույթին։ Եթե մենք ուզում ենք հասկանալ ով է հայուհին, մենք պետք է նայենք մեր հայոց թագուհիներին։ Հաջորդ հարցը սա պիտի լիներ։ Եթե ուզում ենք հասկանալ ով է հայ տղամարդը, մենք պետք է նայենք մեր ազնվական կերպարներին, մեր սպարապետներին,
Մուշեղ Սպարապետի կերպարին, ով Շապուհի կանանոցը հետ վերադարձրեց եւ դրանով արժանացավ Շապուհի, այսինքն իր թշնամու հարգանքին եւ մեծարանքին, որտեղ դա չտեսնված քայլ էր։ Եթե մենք ուզում ենք վերծանել հայի կերպարը, ապա չպետք է դիտարկենք ասորական, պարսկական, թուրքական լծի տակ կքած այդ ստրկանման էակների կերպարները։ Ինձ համար հայի կերպարը դա պատմական ամենաբարդ ժամանակահատվածը հաղթահարած, աշխարհին հոգևոր գիտելիքներ տված, կրթած, աշխարհի հնագույն ուսմունքների կենտրոնում կանգնած ինքնաբավ մարդն է եւ մեր մեծերից մեկը Գարեգին Նժդեհը մի այսպիսի խոսք ունի՝ ծանիր ըսքես։ Որևէ մեկը չի կարող այսօր հասկանալ ով է հայը, քանի դեռ չի ծանել ինքը իրեն եւ իր մշակույթը։ Հայի ընդհանրական կերպարներ սա։ Հիմա խոսենք մասնավորապես հայուհու մասին։ Ես ձեզ խնդրել էի, որպեսզի դուք հայուհու վառ օրինակներ բերեք մեզ, գուցե նաև թագուհիների կենսագրությունների տեսքով դրանք լինեն կամ կերպարի նկարագրության, բայց եւ այնպես խոսենք հայուհու մասին, ով է հայուհին, ինչպիսին պիտի լինի։ Ով է հայուհին, ինչպիսին պետք է լինի։ Յուրաքանչյուր կնոջ համար հայուհու իր ամենամոտ կերպարը իր մայրն է։ Եվ այդպես է եղել դարեր, հազարամյակներ շարունակ։ Լայն առումով, եթե վերցնենք մեր մշակութային բնութագիրը եւ նայենք, թե ինչպես ենք մենք որպես ազգ նայում կնոջը եւ հայուհուն, ապա կարծում եմ այս մասը ձեզ էլ կհետաքրքրի, մենք պետք է նայենք մեր լեզվամտածողությանը եւ մեր լեզվին։ Մենք ինչ արժեքներ ենք մեծարում մայր բառով եւ ինչ արժեքներ ենք մեծարում հայր բառով, հա, օրինակ մենք ասում ենք մայր Հայաստան, հա, մենք ասում ենք անգամ տերմինների մեջ երբեմն բաներ կա, որ ասում ենք մայր մոլորակներ, հա, կամ ասում ենք մայր հայրենիք, այստեղ մենք տեսնում ենք, որ առաջնահերթության որևէ խնդիր չկա, մեզ համար հավասարաչափ թանկ են եւ մայրը եւ հայրը։ Եվ առ այսօր յուրաքանչյուր հայի համար մեծ անարգանք է մոր նկատմամբ հայհոյանքը, այն դեպքում, երբ օրինակ ռուսերենում մենք տեսնում ենք, որ իրենք ամեն երկրորդ խոսքը իրենց հայհոյանք է ուղղված իրենց մորը, եւ դա իրենց համար սովորական է, այսինքն կենցաղային մակարդակի բան եմ ասում, բայց այստեղ շատ խորքային, շատ զգացական նշբություններ կան։ Այս առումով յուրաքանչյուր մայր եւ յուրաքանչյուր հայուհի իր օջախի սյունն է եւ մեր հասարակության սյունն է։ Եվ բոլորովին պատահական չէ, որ ին ոգեշնչումը հայուհու կերպարի եւ հայոց թագուհիների նկատմամբ սկսվեց հենց պատմական շերտերից, քանի որ ի շնորհիվ լուսահոգի Արտակ Մովսիսյանի պատմաբան եւ իր հրաշալի մենագրության աշխատության իդեպ խորհուրդ եմ տալիս, որպեսզի յուրաքանչյուր հայ ընտանիքում այդ գիրքը տեղ ունենա 10 հայականավոր թագուհիները, այդտեղից բացվեց այդ մեծ աշխարհը, չեմ կասկածում, որ դա կունենաք, եւ ես բացահայտեցի հայուհու նոր տեսակ, որտեղ լինելով ազգագրագետ հիմնականում մենք նայում էինք հասարակ խավի հայուհուն, աշխատասեր, առաքինի, բարոյական, նվիրված ընտանիքին, օջախին եւ հանկարծ դու վեր ես հանում հայուհու մի կերպար, ով հասարակական գործունեություն է ծավալում, քաղաքական գործունեություն է ծավալում, ռազմական գործունեություն է ծավալում, իր ուսերի վրա վերցնում է ամբողջ պետության հոգսը, իր արքա ամուսնու հետ միասին կիսում է պատանդության դառնությունները, ուրեմն հոգ է տանում իր տերության, իր թագավորության մեջ ապրող ուրեմն հիվանդների, տառապյալների հանդեպ։ Սրանք հայուհիների այնպիսի կերպարներ են, որոնք թաղվել են պատմության խորքերում ու անգամ մենք չգիտենք այդ մասին։ Գուցե քչերը գիտեն, բայց հայոց Զաբել թագուհին աշխարհում առաջինն է հիմնել բարեգործական հիվանդանոց եւ ինքը իր որդիների հետ միասին հոգ է տարել այդ հիվանդների եւ այդ տառապյալների մասին։ Էլի գուցե քչերը գիտեն, բայց Մարիուն թագուհին, ով Կիլիկիայի եւ առհասարակ մեր պետականության վերջին թագուհին էր, քաղաքական այնպիսի դավեր են նյութել եւ այնպիսի որոգայթներ է լարել եւ դա արել է միայն հանուն
հանուն թագավորության, հանուն պետականության, ուրեմն փրկության։ Այսինքն սրանք այնպիսի կերպարներ են, որոնց մասին օրինակ Հոլիվուդը այդպիսի կերպարներ հնարում է։ Նկարում են ֆիլմեր, նկարում են պատմություններ, բայց նրանք հնարում են այդ կերպարները։ Իսկ մենք ունենք ռեալ պատմական դեմքեր, պատմական կերպարներ եւ մենք ինքներս իրենց չենք ճանաչում առաջին հերթին, այնպես որ իմ ոգեշնչումը եւ զարդերի հետ կապված եւ ազգային մշակույթ եւ հայուհու կերպարի հետ կապված գալիս է արմատներից։ Այսօր էլ կան այդպիսի հայուհիներ եւ ձեր տաղավարում ես այդպիսի հայուհիներ տեսնում եմ եւ լսում եմ հիացած իրենց, բայց այդպիսի աստվածային ոգեշնչում, այդպիսի կերպարներ, որոնց կարծես դիպել է Աստծո ձեռքը, հա, կարծես նրանք Աստծո հովանու տակ են եղել, երբ միջնադարում սկսել են ծավալել իրենց գործունեությունը եւ պատկերացրեք մի արարքով, մի հրովարտակով նրանք կարողացել են պատմության էջեր փոփոխել եւ պատմության էջեր փոխել։ Ահա այդպիսիք են հայուհիները ինձ համար։ Թագակիրներին անդրադառնանք, ըստ երևույթին հենց հայուհիներին ուսումնասիրելիս, հա, թագուհիների կյանքն ուսումնասիրելիս է առաջ եկել գաղափարը ֆիլմ նկարելու, թե ես խալուղությամբ եմ գնում։ Այո, ճիշտ եք ասում, բոլորիս կյանքում էլ լինում են ճակատագրական գրքեր, հա, ինչպես ասում են, ես այդպես բացահայտեցի Վարդան Հացունուն, ազգագրագետ, Մխիթարյան միաբանության հայրերից է եղել, մի հրաշալի աշխատություն ունի հայուհին պատմության առջև, եւ սկզբում երբ այդ հաղորդման գաղափարը հղացավ, ես ուզում էի, որ վերնագիրը հենց այդպեսին լինի հայուհին պատմության առջև, քանի որ շատ գեղեցիկ էր հնչում, բայց հետո արդեն բնականաբար փոփոխությունների ենթարկվեց եւ այդ մարդու ձեռքով ես բացահայտեցի ազնվական հայուհու կերպարը եւ բոլոր շերտերը, բոլոր մարդուն հարիր բոլոր վեհգծերը, որ տեսել է այս աշխարհը, տեսել է այս գրականությունը եւ այլն, հա, ինչ կարելի է վերագրել մարդուն եւ մեծարել, բոլոր այդ շնորհները տրված են եղել եւ առ այսօր էլ տրված են հայուհիներին։ Հենց այդտեղից էլ եկավ այդ ոգեշնչումը։ Եվ ինչ պատմություն ունի թագակիրների, դա ինչ է ինքն իրենից ներկայացնում։ Թագակիրները, այո, ֆիլմաշար է, 9 մասից բաղկացած ֆիլմաշար է, որը մեր անկախ հանրապետության պատմության մեջ առաջին ուրեմն անդրադարձն է հայոց թագուհիներին եւ նրանց պատմությանը։ Ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին էր, ում ես հայտնեցի իմ գաղափարը եւ մենք միասին այսպես ոգևորվեցինք այդ գաղափարով, ահռելի մեծ թիմային աշխատանք է տարված, որովհետև ունեինք բավականին սուղ միջոցներ, սուղ ժամանակ եւ սուղ ուրեմն հնարավորություններ այդ կերպարները կերտելու ստանալու։ Դրա համար մենք գիտական վերակազմություններ չարեցինք։ Մենք ներկայացրեցինք կերպարներով թագուհիներին։ Օրինակ ներկայացրեցինք Ռազմիկ թագուհուն, պատմեցինք Փառանձեմ թագուհու մասին եւ նրա հետ մեկտեղ ներկայացրեցինք այլ ռազմիկ թագուհիների, այլ իշխանուհիների ազնվական կանանց, ովքեր պաշտպանել են բերդեր, մասնակցել են պատերազմների, հաղթել են թշնամիների, հա, կամ ներկայացրեցինք արվեստասեր թագուհիների, ովքեր հովանավորել են արվեստը, արհեստները, արվեստը երկրում, եւ ներկայացրեցինք ուրեմն քաղաքագետ թագուհիների, ովքեր կանգնած են եղել քաղաքական կարևոր որոշումների ուրեմն բովում եւ այլն, այսինքն մեկ կերպարի տակ ներկայացնելով ճշգրիտ պատմական փաստեր եւ առանցքներ, մենք հնչեցրեցինք անուններ, հետ տվեցինք պատմության անիվը եւ փորձեցինք կերտել այդ հայուհիների, այդ թագուհիների կերպարները որպես այդպեսին։ Այդ ֆիլմը ես երբ դիտում էի, կարծեմ ամեն անգամ իմ հենց եթերներից առաջ էր լինում, դիտում էի ու գնում եթերների, նախ լցվում էի, բացի դրանից միշտ մտածում էի, որ երևի պետք է դա շարունակական կերպով սերիալային տեսքով անընդհատ եթերում լինի։ Ինչու չկա այդ տարբերակը, չէ՞ որ այսքան սերիալներ են նկարում, այսքան անհասկանալի ֆիլմեր են եթեր հեռարձակվում, ինչու չկան այս տեսակ ֆիլմերի տեսքով սերիալներ։ Գիտեք, ոնի սերիալային մշակույթը, եթե նկատի ունեք գեղարվեստական ֆիլմի տեսքով, որտեղ մեր ֆիլմը ավելի պատմավավերագրական ֆիլմ էր,
Չեմ կարող ասել, ես անգամ Հրաչ Քեշիշյանի հետ եմ քննարկել այդ թեման եւ նա մեծ ողջավորություն հայտնեց, որ մենք միասին ֆիլմ ունենանք, ֆիլմ ստեղծենք եւ այլն, այսինքն իմ մեջ էլ այդ հարցը անընդհատ այսպես արթուն է, ավելին շատ հրաշալի ֆիլմի սցենար ունեմ գրեթե պատրաստ, բայց մի տեսակ այսպես այնքան տաք եմ իրան պահում ու այնքան զգուշ եմ իրան պահում, որ չընկնի ինչ-որ մարդկանց ձեռքը եւ այդ կերպարը եւս աղավաղվի, խոսքը Հայձեմնիկի կերպարի մասին է, Անի Բագրատունյաց թագավորությունից եւ այս գործի հետ կապված ես դեռ աշխատանք տանում եմ, չգիտեմ ուր կհասնեմ, բայց ամեն դեպքում հետաքրքրություն հասարակության մեջ կա։ Այլ բան է, երբ հեռուստաընկերությունները չեն ցուցաբերում հետաքրքրություն եւ ներդրումներ չեն կատարվում այդ ուղղությամբ, սա արդեն կարծում եմ իմ ուժերից վեր խնդիր է։ Շատ ցավալի թեմա է սա ինձ համար իրականում, որովհետև երբ այլ երկրների, չշեշտեմ ինչ երկրների մասին է խոսքը, այլ երկրների ֆիլմերն ենք դիտում, գոնե հատվածական, հա, տեսնում ենք, թե ինչքան մեծ ռեսուրս են ներդնում իրենց մշակույթը դրանով հանրահռչակելու համար, իրենց մասին շատ ավելի, այսպես ճոխացրած ինֆորմացիա տեղեկություն տարածելու համար, եւ դա բնականաբար նաեւ իլուր աշխարհի է, չէ, տարածվում, թեկուզ գուցե շատ ավելի այսպես նեղ դաշտով, բայց միևնույն է տարածվում է։ Այո, պատմություն եմ կերտում։ Իհարկե, բնականաբար, ես ավելի շատ երևի զայրանում եմ դրանից, որ մենք ունենալով այսքան մեծ հնարավորություններ, հա, մեր պատմությունը համենայն դեպս մեզ տալիս է այդ հնարավորությունը, չենք օգտագործում։ Ու միշտ մտածել եմ այդ մասին, հետաքրքիր էր այս հարցը հենց ձեզ պիտի տայի ուրեմն։ Ես գիտեմ, որ դուք նկարում եք փոքրիկ հոլովակներ։ Համացանցում թագուհիների մասին հոլովակներ եք տեղադրում, բայց նախ ուզում եմ ձեզ խնդրել, որ շատ ավելի շատ լինեն այդ հոլովակները։ Թեկուզ կարճ տևողությունով, ավելի օրինակ 20 վայրկյան, 25 վայրկյան տևողությամբ, բայց թող ավելի շատ լինեն այդ հոլովակները։ Ինչու, որովհետև այնուամենայնիվ համացանցում այդպիսի հոլովակների տարածման հնարավորությունն ավելի մեծ է։ Եվ բնականաբար կրթելու, տեղեկացնելու հնարավորությունն է դրանով մեծանում, սա որպես խնդրանք։ Եվ նաև պիտի հարցնեմ, թե ինչպես ծնվեց գաղափարը հենց այդ հոլովակները նկարելու կարճ ամփոփ ու ինչու սկսեցիք նկարել, չէ՞ որ արդեն նկարված ֆիլմ կար։ Քանի որ ես առաջին մասնագիտությամբ լրագրող եմ եւ նաեւ իհարկե սցենարների հեղինակ եւ այլն, նաեւ շատ սիրում եմ մարդկանց փոխանցել գիտելիք եւ այդ ցանկության երևի արդյունքներ, ծնունդներ այդ փոքրիկ բլոգ ասվածը, որը սկսել եմ վարել փոքր տղայից ծնունդից հետո եւ տեսնելով թե մարդիկ ինչքան ժամանակ են տրամադրում ոչ անկարևոր թեմաների, միևնույն ժամանակ իմ հրապարակումների, կիսումների թվից հասկանալով, որ մեր հասարակությունը ունի պահանջ գիտելիք ստանալու իր նախնյաց մշակույթի մասին, ես ինքս ինձ որոշեցի, որ ես պետք է նկարեմ այդ հոլովակները։ Իհարկե շատ ժամանակի առումով բավականին խիտ է գրաֆիկս, ուղղարանքում ինչ հասցնում եմ, այսպես ասած, այդ օրը անպայման նկարում եմ որևէ բան ու մարդիկ հետաքրքրվում են, նամակներ են գրում, աղբյուրներ են պահանջում, ուզում են ավելին իմանալ, ուզում են ավելի կարդալ, իսկ դա ինձ միայն ոգեշնչում է։ Քանի որ ֆորմատը այլ է։ Տեսեք, դուք նշում եք արդեն կա թագագիրներ, այո, թագագիրները լուրջ պրոֆեսիոնալ աշխատանք է արված, հրաշալի ռեժիսորական աշխատանք է արված, բայց այս փոքրիկ 30 վայրկյանանոց տեսանյութերով շատ արագ ինֆորմացիան տեղ է հասնում եւ հետո արդեն ովքեր հետաքրքրվում են, արդեն աղբյուրները, լինքը եւ թագագիրները ես ուղարկում եմ իրենց, որպեսզի ավելի մանրամասն նայեն եւ ավելի մանրամասն դիտեն։ Ամեն դեպքում այդ տեսանյութերը իմ առօրյայի այսօր մի մասն են կազմում, իմ գործի մեջ ես դրանք կարևորում եմ, ամբողջ ինքս եմ անում, անգամ նկարահանումներին տղաներս են օգնում շատ ժամանակ, հա, եւ ինձ համար կարևոր է, որ բլոգը որպես այդպեսին կայանա, որտեղ մարդիկ իմանան, որ կլինի մի տեղ, որտեղ իրենք կմտնեն ու կսովորեն մեր պատմության, մեր մշակույթին առնչվող տարբեր փաստերի մասին կտեղեկանան։ Այս տեսանկյունից ես կսպասեմ ավելի բուրըն գործունեության, ես էլ իմ հերթին խոստանում եմ, որ ինքս էլ կդառնամ տարածողներից մեկը։
որովհետև իսկապես տեղեկատվությունը շատ կարևոր է այս պարագայում եւ կրթական եւ դաստիարակչական լուրջ աշխատանք է դա պարունակում, թեկուզ փոքրիկ հոլովակ էինք իրենից ներկայացնում։ Մանան ջան, ես րոպեներ առաջ եմ իմացել, որ դուք ազգային մշակույթի դպրոց եք հիմնել, խնդրում եմ մի քիչ էլ դրա մասին պատմեք, հասկանանք ինչ է այն տալիս այսօրվա հանրությանը։ Մեծ սիրով Անի ջան, որովհետև էլի ինձ համար շատ կարևոր պրոյեկտ էր սա, որը նախաձեռնեցի ինձ համար բավականին դժվար ժամանակահատվածում, բայց միևնույն ժամանակ հասկացա, որ այն պետք է լիներ։ Խոսքը վերաբերում է ազգային մշակույթի դպրոցին, երբ Հայաստանի լավագույն մասնագետները մեր ազգային մշակույթի բոլոր բնագավառներից դասախոսություններ են կարդում, ուրեմն հանրային կրթություն տալու նպատակով, հա։ Մենք հայտարարությունը տեղադրում ենք, այս ամեն ինչը արվում է իմ անձնական էջերում, հա, այսինքն ինչ որ մեծ պրոյեկտ իրենից չի ներկայացնում ծախսերի եւ այլնի տեսանկյունից, հա, չի լուսաբանվում հերոստանգեցներով եւ այլն, բայց իմ հետևորդները, ովքեր բավական մեծ թիվ են կազմում, գիտեն, տեղեկացված են եւ արդեն հարյուրավոր մարդիկ են մասնակցել այդ դասընթացներին աշխարհի տարբեր ծայրերից։ Մենք ունեցել ենք ուսանողներ, ովքեր համալսարանների դասախոսներ են եւ իրենք հայագիտության ամբիոններում աշխատելով հանդերձ գրանցվել են մեր դասընթացներին եւ լսել են Կարեն Մաթեոսյանին, Կարենե Բազյանին, Սվետլանա Պողոսյանին, Աշխունջ Պողոսյանին, այն մարդկանց, ովքեր այսօր մեր հայագիտության ռահվիրարներն են, առաջատարներն են, եւ դրա շրջանակներում ես առանձին դասընթացներ եմ կարդացել նաեւ հայկական զարդանախշերի մասով։ Զարդանախշերից դասընթացին երևի հազարավոր մարդիկ են արդեն մասնակցել ու շատ պահանջված դասընթաց է առ այսօր, որտեղ ես ամփոփելով իմ այս մասնագիտական 15 տարվա գիտելիքները մեկնաբանում եմ հայկական զարդանախշերը, բացատրում եմ նկարներով, գեղեցիկ սլայդներով, ցույց ենք տալիս, թե որն է հայկական զարդանախշը եւ ինչ է նշանակում հայկական զարդանախշ եւ ինչու է սխալ այն հարցը, երբ մի զարդանախշ են ուղարկում ինձ եւ ասում են մանան, խնդրում եմ կասեք, սա հայկական է թե ոչ, հա, այսինքն հարցը ինքնին արդեն սխալ է, այսինքն զարդանախշերը դրանք կոդեր են, որոնք պետք է կարդալ, ճանաչել, հա, եւ այլն։ Այս առումով ազգային մշակույթի դպրոցը հանրային կրթության դաշտում շատ մեծ բան փոխեց, որտեղ այն մասնակիցները, ովքեր մասնակցեցին դասընթացին, իրենք ամբողջական պատկերացում կազմեցին ազգային մշակույթի մասին, այդ ողջ համակարգի մասին, այսինքն մեկ դասընթացի մասնակցելով երամսյա դասընթաց էր, դուք պատկերացում կունենայիր ազգագրությունից, հնագիտությունից, ճարտարապետությունից, երաժշտությունից, ժայռապատկերաբանությունից, հա, գորգարվեստից, այսինքն այն ամենից ժողովրդական բանահյուսությունից, հա, ու էլի լավագույն բանագետներ կարդում դասընթացի ժամանակ, այսինքն ամբողջական համակարգը այսպես քո մեջ վերցրած դու ավարտում էիր դասընթացը եւ այդ դասընթացը բազմաթիվ այլ դասընթացների գաղափարներ էր առաջացրել հենց մասնակիցների մոտ։ Շատերը հիմնեցին իրենց դպրոցները, շատերը հիմնեցին իրենց դասընթացները։ Շատերի մոտ նոր պրոդուկտներ ծնվեցին, հատկապես զարդանախշերի հետ կապված մասնակիցները նկարիչներ էին, ասեղնագործողներ էին, գրաֆիկ դիզայներներ էին, ավելի ճիշտ համակարգված ձևով սկսեցին մոտենալ ազգային մշակույթին։ Այս առումով շատ կարևորում եմ հենց դպրոցի գոյությունը եւ դասընթացները այսօր էլ շարունակվում են, պարբերաբար ունենում ենք դասընթացներ ու մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից հայեր հիմնականում իհարկե միանում են եւ այսինքն դասերը նաեւ առցանց են լինում։ Դասերը առցանց են լինում, այո, վճարովի տարբերակով ունենք, անվճար տարբերակով ունենք արցախցիների համար բազմաթիվ արցախցի կանայք են մասնակցել մեր դասընթացներին, այնպես որ կարծում եմ, որ սա հանրային կրթության տեսանկյունից իրական կրթությունը սա է, երբ դու փոխանցում ես ազգային մշակույթը։ Ձեզ պետք է հուշեմ, որպեսզի միանաք Մանանի սոցիալական էջերին ու հետևեք այդ ընթացքին, որպեսզի բաց չթողնեք այդ դասերը։ Մանան ջան, շնորհակալ եմ հարցազրույցի համար, բայց քանի որ մեր հաղորդումը կոչվում է հայը, մենք ունենք հայերին բնորոշ կամ ավելի շուտ հայերի մասին հարցեր, արագ հարցեր են դրանք, ամփոփ պատասխանում ենք, անցնում ենք առաջ։ Ով է հայն իր էությամբ։ Աշխարհի բոլոր մշակույթներում կան չարի աստվածներ։ Եթե կա բարու աստված, կա նաև չարի աստված։
Մեր մշակույթը միակ մշակույթն է, որ ունի չարի Աստված եւ ունի հյուրասիրության Աստված։ Եվ եթե ինչ-որ մեկը կարողանա պատասխանել իմ հարցին, թե ինչու է այդպես ստացվել, ես չեմ կարող ասել, բայց ես մի բան կարող եմ ասել որպես մասնագետ։ Մեր մշակույթը լույսի մշակույթ է։ Մեր մշակույթը արևային մշակույթ է։ Անկամ մեր անեծքների մեջ, ժողովրդական անեծքների մեջ ինչ-որ մի լուսավոր, ինչ-որ մի խրատող բան կա, հա։ Այս տեսանկյունից հայը ինձ համար լույսը կրող եւ լույսի մշակույթը փոխանցող արարչական էներգիայով օժտված մարդն է, ով հստակ առաքելություն ունի այս տիեզերական հարթությունում, որտեղ որ ապրում ենք մենք։ Եվ ո՞րն է այդ առաքելությունը։ Եթե կարողանաք պատասխանել այն հարցին, թե ինչի համար է ջուրը, ինչի համար է հողը, ինչի համար է արևը, այդ հարցերը երևի թե պատասխաններ չունեն, որտեղ հազարավոր տարիներ փիլիսոփաները փնտրում են այդ հարցերի պատասխանները ու չեն գտնում։ Այդ կերպ եւս եւ մենք եւ այլ մշակույթներ փնտրում են հայի ֆենոմենը եւ չեն գտնում։ Ես կարծում եմ, որ հայի ֆենոմենը ինքնածանված, ինքնաբացահայտված, ինքը իր մշակույթի եւ իր պատմության մեջ ինքնահաստատված հայի գլխավոր առաքելությունը մեր աշխարհի, մեր կյանքի հոգեվոր սյուները պահելն է, որտեվ եթե պատմության մեջ հետ նայենք, ապա կտեսնենք, որ աշխարհի հնագույն հոգեվոր գիտելիքները առաջացել են հայկական լեռնաշխարհում։ Մենք ենք աշխարհին տվել ուրեմն երկրագործության մասին գիտելիքներ, զոդիակի մասին գիտելիքներ, ջրի մասին գիտելիքներ, հողի մասին կրոնների մասին, արարչի մասին գիտելիքներ եւ այլն։ Հետեւաբար մեր առաքելությունը մենք սպանում ենք նյութականին ձգտելով եւ նյութականի մեջ տեսնելով մեր արժեքը։ Հայը հոգեվոր մշակույթի պահապանն է, եղել է եւ կա դարեր հազարամյակներ շարունակ։ Իմ ասած ես կարող եմ փաստել բանահյուսական ամենատարբեր ուրեմն դրվագներով եւ հայ բանահյուսության եւ արտասահմանյան բանահյուսության արժեքներով, առասպելներով եւ այլն, բայց իմ խորապես համոզված ուրեմն այսպես գործունեությունիցս բխած նաեւ գիտելիքներով հարստացած կարող եմ ասել, որ հայը ներկայիս աշխարհի հոգեվոր սյուների պահապանը պետք է դառնա եւ լինի։ Ես էլ չեմ ուզում շարունակել արագ հարցերը։ Հրաշալի էր պարզապես, բոլոր հարցերի պատասխանները միանգամից տվեցիք փաթեթով։ Լավ, բայց վերջում մի հարց պիտի պարտադիր հնչեցնեմ, սրանից 20 տարի հետո ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում։ Գիտեք հավանաբար, որ ես 3 որդի ունեմ։ Որդիներիս անունները Արե, Տիրան եւ Մհեր։ Մաքուր հայկական անուններ են եւ հատուկ են ընտրված։ Ես ուզում եմ, որ 20 տարի հետո իմ որդիները հպարտանան իրենց անուններով եւ հպարտանան այն հայրենիքով, այն երկրով, որում ապրում են։ Հայրենիքով մենք միշտ ենք հպարտանում։ Հայրենիքը չունի սկիզբ եւ չունի վախճան։ Բայց կարծում եմ դուք հարցնում եք հենց երկրի մասին։ 20 տարի մտավախությունները շատ են, որպես մայր առաջին հերթին, բայց նորից եմ ասում, իմ 3 որդիները ինձ ուժ են տալիս մտածելու, որ ես այսօր ամեն ինչ անում եմ իրենց հզոր, կայացած, ամբողջական հայրենիք թողնելու համար։ Ես այդպեսին եմ տեսնում Հայաստանը։ Մանանջան, քանի որ խոսեցինք թագուհիների մասին, հայի, հայուհիների մասին հատկապես եւ այս թողարկումը նկարում ենք կանանց տոնին ընդառաջ, խնդրում եմ ձեր բարեմաղթանքը ուղեք յուրաքանչյուր հայուհու, այս պարագայում հայուհու։ Սիրով։ Մեր մեծերից մեկը մի այսպիսի խոսք է ասել. ազգերի ճակատագիրը փնտրեք մայրերի ափի մեջ։ Հետո մայր դառնալուց հետո ես պետք է հասկանայի այս խոսքերի ամբողջ խորությունը եւ ազգային ավանդույթների ծիրով նայելիս պետք է հասկանայի այս խոսքերի էությունը։ Անկամ
Եթե դու հասարակ գյուղացի կին ես եւ միայն խնդիր ունես այդ օրը այգիդ մշակելու եւ երեխաներիդ կերակրելու, միևնույն է, այդ կենցաղային հոգսերի մեջ, եթե դու լավ ես կատարում քո գործը եւ ավանդույթ ես փոխանցում, գաթա ես պատրաստում, հաց ես թխում, հեքիաթ ես պատմում երեխային, օրորոցային ես երգում, արդեն իսկ դու մտնում ես այդ պատմական շրջապտույտի պատմական փուլի մեջ։ Ուստի ես մաղթում եմ, որ յուրաքանչյուր հայուհի այսօր գիտակցի իր ուսերի վրա դրված պարտականությունը։ Այո, մենք հայուհիներ ենք, մենք անգլիացիներ չենք, մենք ամերիկուհիներ չենք, ռուսներ չենք, մենք հայուհիներ ենք։ Եվ ի սկզբանե ծնվելով ես դրախտավայրում, որը աշխարհի բոլոր կրոնական վկայություններում հիշատակվում է որպես ուրեմն արդարության սուրբ կանոնների երկիր, մենք մեր ուսերի վրա արդեն իսկ ծնվում ենք մեծ բեռ եւ պարտականություն վերցրած։ Ես կարծում եմ, որ հայուհու կերպարը բխում է նաև մեր ազգային հոգեկերտվածքից եւ ինչպես ասում են, եթե ընտանիքի գլուխը տղամարդն է, ապա վիզը կինն է։ Հետևաբար, եթե մենք բացահայտում ենք մեր պատմական կերպարները, այն հայուհիների կերպարները, որոնք եղել են եւ փոխանցվել են մեզ, արդեն ավելի པարզ եւ հասկանալի է եւ մեր տեղը ընտանիքում եւ մեր դերը հասարակության մեջ եւ ազգային ավանդույթների պահպանման եւ փոխանցման գործում։ Ուստի մաղթում եմ, որ յուրաքանչյուր հայուհի բացահայտի ինքը իրեն որպես հայուհի եւ ազգային ավանդույթները անպայման փոխանցի իր սերունդներին եւ իր ժառանգներին։ Շնորհակալ եմ շատ, Մանանդյան։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ Անիկա։ Վստահ եմ դեռ առիթ լինելու է եւս մեկ անգամ հանդիպելու եւ էլի շատ անգամներ հանդիպելու մեր տաղավարում։ Իսկապես շնորհակալ եմ, լիացած եմ, զորացած եմ այս հարցազրույցով։ Ձեզ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Մանան Դաֆինը, ազգանունը իսկական Առաքելյան է Մանանի, բայց թող որ կոչվի Մանան Դաֆին, այդպես ավելի հարմար է ու ավելի ճիշտ։ Մեր թողարկումը կոչվում է Հայը, իսկ ես Անին եմ Զաքարյան, համացանցում հայտնի հայուհի անունով, որը նշանակում է մի հայուհի։ Կհանդիպենք։